play. Look at me. Maradan hedi vazara salori hala haidon donne yar zerdan hedi vazara salori hala haidon donne yar salorana manne kanskini hala haidon donne yar overuti shul hala bori hala haidon donne yar donne yaro 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 hala haidon donne yar Je tourne la poignée, je froisse le temps. Je roule comme si caca m'attend. Puis je cale le pétard entre mes dents. Bah ouais, je sors la bec. Եթե ահա այսպիսի հիվանդ եղունգների խնդիրները դեռևս չեք կարողացել լուծել, ապա ձեզ եմ ներկայացնում մեր օնիխոգելը, որը դեռ մենք վաղուց ունեինք Nail Brand-ում, սակայն հիմա ձեզ այն ներկայացնում եմ ավելի նորացված տեխնոլոգիայով պատրաստված, որը ինչպես կկանխի եւ կբուժի օնիխոլիզիսը, այնպես էլ կկանխարգելի սնկայինի առաջացումը, քանի որ որտեղ կա օնիխոլիզիս, այնտեղ սնկայինի առաջացումը ամենահեշտ ու արագը կստացվի։ Եվ ի ուրախություն շատերին մեր օնիխոգելը արդեն առկա է Wildberries-ում, կարող եք այնտեղ պատվիրել նշված արտիկուլով կամ էլ պատվիրել Nail Brand էջերից Facebook-ում եւ Instagram-ում։ Օնիխոգելի հետ դուք կստանաք QR կոդ, որի օգնությամբ կտեսնեք նրա բաղադրությունը եւ օգտագործման եղանակը։
like before. I can see that you're sure you can change him, but I know you won't. The devil doesn't bargain, he'll only break your heart again. It isn't worth it, darling, he's never gonna change. He'll never be Prince Charming, he'll only do you harm again. I don't mean to meddle, but the devil doesn't settle. No, the devil doesn't bargain. The devil doesn't bargain. I'm not one to lecture, talk down to a... Սա ձեզ անհրաժեշտ չէ։ Այսպիսի գործիքով դուք միայն կվնասեք եղունգի մակերեսը, ինչպես նաև եղունգի արմատի հատվածում դուք կարող եք հասցնել շատ խորը վնասներ։ Սովորեք ընտրել իդեալական գործիքներ, որոնք նույնպես ձեր փոխարեն կկատարեն իդեալական աշխատանք, կօգնեն ձեզ հասնել ավելի լավ արդյունքների։ Դե բնականաբար մասնակետի ձեռքը նույնպես պետք է լինի շատ լավը եւ որակյալ, բայց գործիքները իրենց հերթին կարող են ձեզ օգնել աշխատել ավելի գրագետ, այնպես որ սովորեք ավելի ճիշտ ընտրել գործիքները։ Երբևիցե չեմ խրախուսել եղունգների վրա նյութի երկար ժամանակ կրելը, բայց փաստը մնում է փաստ, որ իմ հաճախորդները ետ են վերադառնում չվնասված, չփոկված ու առանց ածլոյկաների եղունգներով։ Իսկ այդպիսի որակ ապահովելու համար անհրաժեշտ է կատարել գրագետ եղունգի ադհեզիա ու բնականաբար օգտագործել որակյալ նյութեր։ Միացեք իմ էջերին TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում եւ YouTube-ում, քանի որ ինձ մոտ ուղղակի ինֆորմացիայի տեղատարափ է։ Դուք ենք եղունգը ինչքան փափուկ է։ Հիմա կսենք բազան։ Հիմա ակրիլիկ փոշին լցնում ենք։ Բոլոր կողմերից այնքան ես լցնում, մինչև տեսնես թաց տեղ չի մնացել, որովհետև հիմա բազան ակրիլիկ փոշին քաշում է իր մեջ։ Մի հատ ամրեցրել հետ ենք բերել, ինքը արդեն շատ ամուր է։ Տեսնու՞ս տարբերությունը։ Տեսա՞ր ինչքան ամուր է։ Եվ հիմա կսելու ենք Nunel brand-ից Titizix շարքից 17 համարի գել լաքը։ Nunel brand-ի գել լաքերի աշուն ձմեռ հավաքածուներն են եւ այս փաթեթները գնում են դեպի Ֆրանսիա։ Այստեղ մոտավորապես 880 հատ գել լաք է եւ ասեմ ձեզ, որ աշուն ձմեռ հավաքածուից շատ քիչ քանակ է մնացել եւ ինչ որ մնացել է Wildberries-ում է եւ Nunel brand սրահում, այնպես որ շտապ եք պատվիրել արտիկուլը թողել եմ։ Եթե ձեր քսած նյութը եղունգի վրայից կեղևի նման դուրս է գալիս, ապա օգտագործեք որպես առաջին շերտի հիմք եղունգի կերատինը Nunel brand-ի, որը կարող եք օգտագործել վնասված եղունգների դեպքում, թույլ եւ տկար եղունգների դեպքում, շատ խարտված եղունգների դեպքում, ինչպես նաև այն պատում ենք եղունգի վրա, չորացնում ենք լամպի մեջ ու դրա վրայից դուք ունեք իրավունք կատարելու այլ նյութով աշխատանք։ Օրինակ բազայով հարթեցում կամ գունավոր բազաներով կարող եք աշխատել հենց սրա վրա միանգամից, կամ ամրացման գելերով, պոլիգելով, ցանկացած նյութով սրա վրայից դուք կարող եք աշխատել։ Փորձեք ու կհամոզվեք, որ այլևս կեղևի նման չի պոկվի ձեր կատարած աշխատանքը։ And I was running far away, would I run off the wild someday?